Պաշտում եմ ես իմ մայրենի, հրաշափար հայոց լեզուն, սեր ու սրտեր միաձուլող լուսապայծառ հայոց լեզուն։ Ողջ աշխարհում վսեմ նվիրական հայոց լեզուն, դարերի հետ թող միշտ հարվեր անմահ մնա հայոց լեզուն։ Մայրենի լեզու մոր նման անուշ, աղբյուրի նման բյուրեղակարկաչ, տալիս ես մտքիս դու թրիչք և ուժ ու սիրտս բացում աշխարհի առաջ։ Իմ հայոց լեզու աղբյուր կարգաչուն, իմ սրտից բխած քաղցրահամ հնչյուն, դարերից եկել ու մեզ ես հասել, մայրս քեզնով է ինձ օրոր ասել։ Իմ հայրենի արտերի պես հայոց լեզուն հասկ է հասուն, հազարակունք աղբյուրի պես անմահական ջուր է հոսուն։ Ես հնչում եմ, օդում ապրում շնչում եմ, ես հնչում եմ, օդում ապրում շնչում եմ, հենց գրեցի տարեմ ես, գիրեմ արդեն բարետես, հենց գրեցի տարեմ ես, գիրեմ արդեն բարետես, ես հնչում եմ, օդում ապրում շնչում եմ, ես հնչում եմ, օդում ապրում շնչում եմ, հենց գրեցի տարեմ ես, գիրեմ արդեն բարետես, հենց գրեցի տարեմ ես, գիրեմ արդեն բարետես, ես հնչում եմ, օդում ապրում շնչում եմ, ես հնչում եմ, օդում ապրում շնչում եմ, հենց գրեցի տարեմ ես, գիրեմ արդեն բարետես, հենց գրեցի տարեմ ես, գիրեմ արդեն բարետես, լա լա լա, լա 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 լա, լա 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 լա, լա 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 Ակադեմիկոս արևելագետ Նիկողայոս Մարը բարձր է գնահատել հայոց լեզուն, նա ասել է. հայերենը իբրև արարատյան լեզու կոչվում է աղոթքի լեզու, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է։ Անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը իր հայտնի հոդվածում գրել է. Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է։ Հայաստանը հավետ պիտի մնա, որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը, ուր զետեղված է դրախտը և ուր Աստված ստեղծել է մարդուն իր պատկերի նման։ Նրան է պատկանում նաև այս խոսքերը. ճոխ է հայոց լեզուն և առատորեն կվարդատրվի նա, ով կուսումնասիրի այն։ Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը սովորում, հասկանում, հիշում։ Ով չի ծանոթում իր հայրենիքը, չի կարող սսմալից սիրել նրան։ Շատ լեզուների իմացությամբ հպատանալու իրավունք չունի նա, ով չգիտի իմ մայրենին։ Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց։
Խաչատուր Աբովյանն ասել է. «Ձեզ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մերն եմ, ձեր արևին Ղուրբան, 10 լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղային բռնեցեք»։ Վիկտոր Համբարձումյանի կտակից։ Ինձ հաջորդող սերունդներին, թորներիս, ծորներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզուն։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի, ուսումնասիրել հայոց լեզվին, գրագետ լինի հայերենից։ Գիտեք, որ իմ ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ հայոց լեզվին տիրապետելը։ Մեր լեզուն մեր խիղճն է դա, սուրբ հացը մեր սեղանին, մեր հոգու կանչն է արդար ու համը մեր բերանին։ Մեր լեզուն ծուխն է մեր տան, մեր կշիռն աշխարհի մեջ, նա աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր։ Մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի թանկ, մեր բուրմունքն ու գույնն է մեր լեզուն մենք ենք ու կանք։ Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք աշխարհում, որ այսքան մերը լինի։ Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս, առնական է կոպիտ, բայց միևնույն պահին պայծառ է նա որպես մշտաբորբոք փարոս, վառված հրով անշեշ դարերում հին, եւ վարպետներ խոնար ու հանճարեղ հղկել են այն դարեր որպես մարմար, եւ փայլել է նա մերթ ինչպես բյուրեղ, մերթ կոպտացել ինչպես լեռնային քար, բայց միշտ պահել է նա իր կենդանին ոգին։